Պարոն Դավթյան, Ալիկ Ալեքսանյանի գործով առաջին դատական նիստն է, քննվում է գաղափարման միջոցի փոխփոխման հարց, ինչ ակնկալիքներ։ Հայաստանի Հանրապետությունում ակնկալիք ունենալ դա նշանակում է ինքնախաբեությամբ զբաղվել։ Մենք գիտենք, որ դատական համակարգը ցավոք սրտի այսօր այն վիճակում չէ, որ ապահովի արդար մոտեցում, հատկապես երբ դա վերաբերում է քաղաքական գործիչներին կամ քաղաքական հարցերին։ Մեր իմ լավ ընկեր Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ վարեցած քրեական վարույթը ինքնին ինձ համար աբսուրդի ժանրից է, ինչու, որովհետև առաջինը Ալիկը իր ապրածով, արած դրածով, իր մոտեցմամբ միշտ ցույց է տվել, որ հայրենատեր անձնավորություն է, արդար մարդ է ամենակարևորը եւ այն քրեական վարույթները, որ այսօր կան Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ, պարզապես խոսում են ԿՊ-ի վախերի եւ իրենց ռեպրեսիաների մասին։ Ալիկ Ալեքսանյանի մեղադրանքներից մեկը փողերի լվացումն է, ինչ կասեք այդ դրվագով եւ դուք ձեր կողմ, այսինքն պնդում է, որ շինծու է գործը, մի քանի դրվագով կասեք ինչու։ Գիտեք, ես ինչ եմ նկատել, առհասարակ այս իշխանության կողմից, որպեսզի հանրությանը զբաղացնեն ու ավելի շատ ֆուրորով կերակրեն, շատ կարևոր է քրեական գործերի ճնշուն հոդվածներով քրեական վարույթ հարուցելը եւ եթե նայենք այս տարիների ընթացքում ինչպիսի քրեական գործեր կան բացված ազդեցիկ մարդկանց կամ ազդեցիկ քաղաքական գործիչների կամ քաղաքական ուժերի նկատմամբ դրա մասին է խոսում։ Փողի լվացումը ինքնին շատ ծանր հոդված է, ինչպես նաև ահաբեկչության հոդվածները, որոնք կան քաղաքական դաշտում, պետական, համարական կարգի տապալման հոդվածներ, այսինքն ինքնին սա խոսում է նրա մասին, որ փորձում են հանրության մոտ ցասումը եւ դժգոհությունը եւ սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ եւ անվտանգային եւ առհասարակ դիվանագիտական բոլոր հարցերով լրացնել, թմրեցնել եւ այս գործերը հենց դրա համար են։ Ալիկ Ալեքսանյանի ես անգամ ոնց ասեմ, այդ մարդը սովորական միջատի չի փողոցում ճխլի, եթե այսպես բարձ համեմատություն բերեմ, ինքը իմ ընկերն է, պայքարի ընկերն է եւ այսքան ժամանակ իր անգամ անմիջական շփման ժամանակ բարության եւ մարկային հատկանիշներից այլ վատ բան ես չեմ տեսել, չնայած այդ հատկանիշները ինքնին բոլոր մարկանց են հարիր, բացի որոշ քաղաքական գործիչների, բայց կոնկրետ Ալիկի մասով ես դա կասեմ, որովհետև այդ մարդը իմ հետ եղած եւ իր հետ եղած պայքարի ժամանակ ես դրանից մեն դա եմ տեսել եւ իմ ընկերը իր մոտեցումներով արդար պայքարով ես կարծում ԿՊ-ի համար նույնպես խնդիրներ է ստեղծել հասարակության մոբիլիզացիայի, հասարակության կողմից ավելի սիրված լինելու մասով, իսկ գիտենք այսօր Հայաստանի Հանրապետությունում պետք է սիրեն միայն Նիկոլ Փաշինյանին եւ եթե կա մեկ այլ քաղաքական սիրելի կերպ, այդ մարդը պետք է փակի տակ լինի։ Ինչքանով խանգարեց նրա մեկուսացումը ձեր քաղաքական ուժի, այսպես ասած, ավելի առաջընթացին։ Գիտեք, մեզ մոտ անձակենտրոն ասված գործելավոճը բացակայում է, բայց ես կուզեմ տարանջատեմ նաև չեմ ուզում որևէ ձևով նվազեցնել Ալիկի քաղաքական ներդրումները, ինչու, որովհետև իրապես մեծ են դրանք։ Ես պարզապես կնշեմ, թե ինչու են հենց Ալիկին մեկուսացրել դաշտից։ Առաջի հերթին հանրային դաշտի անձնավորություններ մոբիլիզացնում էր երիտասարդ սերնդին, իսկ մենք լավ գիտենք, որ յուրաքանչյուր պետությունում մեջ ուժ ստեղծողը եւ ակտիվություն ապահովողը երիտասարդ սերունդն է։ Եվ այս կալանավորումը եւ այս քրեական վարույթը ինքնին երիտասարդ լայն շերտերին ճնշելն է եւ թույլ չտալը, որպեսզի X ժամանակ, որը ավելի հարմար կլինի, դուրս գան փողոց եւ պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը այսօր այնքան խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար եւ իր ժողովրդի համար, նույն տնտեսական առում, սոցիալական հարցերով, որ ինքն էլ է լավ հասկանում, որ յուրաքանչյուր կայծ կարող է բոցի վերածվել իհարկե քաղաքական իմաստով։ Եթե այդուհանդերձ երկարաձգվի, այսօր Ալեքսանյանի կալանքը ինչ է կանելու։ Ինչպես կարող է ասած շատ կրկնվող լինի, պայքարը շարունակվելու է, մենք յուրաքանչյուրս պատրաստ ենք անցնելու դժվարությունների, քրեական կեղծ գործերի եւ անգամ ուրեմն կալանավարի կյանք անցկացնելու առումով դա մեզ համար պատիվ է նաեւ Հայաստանի Հանրապետությանը ծառայելը, շարունակել ենք մեր գործունեությունը, փորձելու ենք իշխանության համար հնարավորինս անհարմար եւ խանգարող գործոն լինենք իրենց հանձնողական քաղաքականության շրջանակներում եւ նպաստելու ենք Նիկոլ Փաշինյանի շուտապույտ հեռացմանը։